Գերմանիայում բնակվող երիտասարդ կոմպոզիտոր դաշնակահարուհի Արևիկ Բեգլարյանն ընտանիքի բարեկամ գերմանացի Հերբերտ Բրուների տանը պատահաբար տեսնում է հաղարծին վանական համալիրի լուսանկարը, որի հեղինակը գերմանացի լուսանկարիչ Հանս Հեմանն է։ Հայկական հուշարձանների ու կոթողների լուսանկարների շարքը Հեմանն արել էր տարիներ առաջ Գերմանիայի երկրամասերից մեկի կառավարության խնդրանքով։ Ես երբեք չի եղել հաղարծում մինչև այդ պահը ու ինձ այնքան հուզեց դες տարբեր հայկական եկեղեցիներ վայրեր տեսել եմ, բայց այս նկարը հաղարծինը ինձ այնքան հուզեց, որ ես իմ ամենաառաջին ստեղծագործությունը գրեցի։ Մինչև այդ պահը ես չեմ մտածել, որ ինչ որ մի օր ես ինքս երաժշտություն կգրեմ ու հաղարծինը ոնց որ այդ պահը ինձ տվեց նոր ինսպիրացիա եւ ես սկսեցի ինքնուրույն ստեղծագործել։ Արևիկ Բեգլարյանի առաջարկությամբ էլ հաղարծին վանական համալիրի սեղանատանը կազմակերպվել էր հաղարծնի ղողանջները խորագրով համերգը։ Դաշնակահարուհին ծնվել, մեծացել ու երաժշտական կրթություն է ստացել Ֆրանկֆուրտ Մայն քաղաքում։ Գերմանիայում մրցույթների հաղթող է։ Ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի ֆիլարմոնիկ նվագախմբի հետ Բոննի Բեթհովեն-Հաուս կամերային երաժշտության համերգասրահում։ Երիտասարդ դաշնակահարուհու հաղարծնին նվիրված ստեղծագործությունից բացի հնչեցին նաև հայ հոգևոր ու դասական երաժշտության գոհարներ։ Արևիկ Բեգլարյանը քույրերի հետ արտերկրում եւ հայրենիքում հաճախ կատարում է պապի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավար, Խորհրդային Միության արվեստի վաստակավոր գործիչ Մանվել Բեգլարյանի ստեղծագործությունները։ Նրա դաշնամուրային ֆուգաներն ու պրելյուդները, վարիացիաները տեղ են գտել թոռնուհու Աստղիկ Բեգլարյանի ձայներիզում։ Մանվել Բեգլարյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գիրքը համերգի ընթացքում որդին ներկայացրեց։ Կոմպոզիտորը հեղինակ է սիմֆոնիկ եւ ժողովրդական ստեղծագործությունների, ղեկավարել է վոկալ գործիքային էստրադային եւ ջազային Յուност անսամբլը, եղել Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը։ Այս համերգին եւս երաժիշտները կատարեցին Մանվել Բեգլարյանի ստեղծագործությունները, հնչեցին նաեւ Կոմիտասի, Նարեկացու, Մաշտոցի շարականներից։ Ամբողջ համերգը կարծես ինչ-որ տևական աղոթք լիներ, այդպիսի միջավայր էր տիրում համերգասրահում։ Արևիկ Բեգլարյանի հետ շատ սիրով եմ համագործակցել, երբ իմացա այս նախագծի մասին, սիրով իհարկե համաձայնվեցի եւ համերգի շնորհիվ էլ ավելի խորապես ճանաչեցի որպես կոմպոզիտոր Մանվել Բեգլարյանի եւ նրա ստեղծագործական գործունեությանը։ Սեդա Ամիր Կարայանը երաժշտասերներին առավել հայտնի է որպես Ռոբերտ Ամիրխանյանի երգերի կատարող։ Այսօր երգչուհին ապրում ու ստեղծագործում է Գերմանիայում։ Ելույթներ է ունենում հեղինակավոր նվագախմբերի եւ անվանի դիրիժորների հետ։ Երգչուհին երկար տարիներ երգել է Գեղարդավանքի Գեղարդ երգեցիկ անսամբլում։ Հայ հոգևոր երաժշտությունը մինչ օրս առանձնակի տեղ ունի Սեդայի երգացանկում։ Տարի ամեն կիրակի Գեղարդում պատարակ եմ երգել, իսկ այսպիսի փորձառություն ունեցել եմ աշխարհում ամեն տեղ, որովհետև երբ որ հոգևոր երաժշտություն էին երգում Գեղարդի հետ, Եվրոպայում ընդունված պրակտիկա է, որ համերգները հենց եկեղեցու ներսում են լինում, եւ մարդիկ գալիս են եկեղեցի ոչ միայն աղոթքի, այլ նաեւ երաժշտության հետ առնչվելու։ Դրա համար ինձ համար նորություն չէր, բայց ամեն անգամ իհարկե հայրենի հողում լինել եւ այս միջավայրում երգելը դա բոլորին ուրիշ զգացողություն է։ Երբեք չես համեմատի սա համերգային դահլիճի հետ։ Ոգեշնչում փնտրել կարիք չկա այդքան, որովհետեւ անմիջապես ոտքը դնում ես այս հողին ու արդեն ոգեշնչված ես։ Համերգն այստեղ անցկացնելու առաջարկը սիրով է ընդունել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Սամվել Վարդապետ Մխիթարյանը։ Հաղարծին վանքը դեռևս միջնադարում Արևելյան Հայաստանի առաջին նոտայագրության դպրոցն է եղել Խաչատուր Վարդապետ Տարոնացու վանահայրության շրջանում եւ հենց Հաղարծին վանքում են գրվել խորհուրդ խորին շարականը
եւ շատ ու շատ աշխատանքներ, որ լուսահոգի Խաչատուր վարդապետ Արոնացու կողմից գրվել են։ Եվ այսօր էլ այս հոգեվոր մշակութային այս միջոցառումները շատ կարևոր են, որպեսզի մենք եւս վերահաստատենք մեր վանական համալիրների այն կարևորությունը, որի մեջ որ եղել են իբրև համալսարանական ուղղվածություններ, սա հենց կոնսերվատորիայի հիմքն է Արևելյան Հայաստանում եւ այսպիսի միջոցառումները ել ավելի պիտի համախմբի երիտասարդներին, նոր ստեղծագործողներին եւ նոր ճանաչումներ պիտի բերի։ Հայր Սամվելն ասում է, Տավուշի թեմում նմանատիպ միջոցառումներ հաճախ կանցկացվեն։ Անցյալ տարի օրինակ Գոշավանքն իբրև միջնադարյան իրավագիտության հիմնարար դպրոց, որտեղ Մխիթար Գոշը գրել է հայ իրավունքի հիմնական օրենսգիրքը, դատաստանագիրքը, 10-օրյա սեմինարի շրջանակում հյուրընկալել էր երիտասարդ իրավաբանների։ Անուշ Առաքելյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։